Սիրելի ասացիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եք բոլորին։ Շնորհակալ եմ շատ այդ ջնմտորտի համար, և այսօր առավոտից մենք Շիրակի մարզում ենք և եղանակն է առավոտից հորտ անձրև էր, բայց հով է, բայց ամենահետաքրքիրը և կարևորն այն էր, որ եղանակը մեզ ընդհանրապես չխանգարեց, որովհետև մթնոլորտն է լավ, և դա ամենակարևորն է։ Ժորժ ջան, ես Շիրակի մարզի մեր առաջին օրվա հավաքից շատ տպավորված և բավարարված եմ, և հիմա պարզավոր ամասյայում էլ մեր վերջին հանդիպումն է, և ես մթնոլորտը արդեն պարտավորեցնող է։ Վաղը երեկոյան ժամը 20:00-ին ոչ մի րոպե ոչ շուտ, ոչ մի րոպե ուշ։ Իմիջիայլոց այս ընթացքում երկու ավանդույթ կա, որ ուզում եմ, որ Հայաստանում փորձենք ներդնել։ Մեկը այդ լուսանկարվելու հետ կապված առաջին օրերին տենց շատ խառն էր ստացվում, բայց հիմա մենք փորձում ենք ներդնել այդ հատկապես երեխեքի, որ մի գծով հանգիստ հերթ կանգնեն, որտեղ տենց ավելի շուտ է, այսինքն մարդու հերթը ավելի շուտ է հասնում, որտեղ հրմշտոցի մոտ կրկնակի ժամանակ է ծախսվում մինչև հերթը հասնի, և երկրորդն էլ հավաքները ճշգրիտ ժամանակին սկսելը։ Մենք այս նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ հավաքները, որտեղ այսօր ստեղից պլանավորվածից մի ժամ ուշացել ենք, բայց մեծ հավաքները ճշգրիտ 20:00, հենց 20:00 մի անգամից սկսում ենք, վաղներ հենց այդպես էլ վարվելու ենք։ Սեր ժողովուրդ, ես ճիշտն ասած ամեն անգամ համասյա գալիս, ամեն անգամ, որ այս ձորերով անցնում եմ, ասում եմ, վայ եռնեք մի օր սենց, ոչ աշխատանքային, մի օր գամ են գետի ափին, աթոռը դնեմ, նստեմ, մի երկու ժամ, ու ոչ մի բան չանեմ, և ամեն անգամ որոշում եմ, որ անպայման առաջիկայում պետք է գամ, այսօր էլ որոշեցի, արդեն չգիտեմ, որ երրորդ անգամ հույս ունեմ կստացվի։ Ճիշտ է։ Եվ մենք իհարկե դա շատ մեծ ցանկություն և երազանք է, և Հայաստանը ընդհանրապես նախընտրական քարոզարշավը քաղաքական գործունեությունը ինձ համար շատ հետաքրքիր է եղել միշտ Հայաստանը նորովի բացահայտելու առումով։ Ես հիմա այնքան ուրախ եմ, որ ամբողջ Հայաստանում խոշորացված համայնք չկա ընդհանրապես, որ չեմ գնացել, և ոչ մի ղեկավար Հայաստանի իմ չափ գյուղերում չի եղել։ Դա բացառված բան է, բայց դեռ կան գյուղեր, որոնցում ես երբեք չեմ եղել, և ես ուզում եմ այդ բացը անպայման լրացնեմ, իհարկե հույս ունենալով, որ այդ գյուղեր կգնանք արդեն հիմնանորոգված, կառուցված, վերակառուցված ճանապարհներով, դպրոցներ ընդեղ կառուցած կլինենք արդեն, մանկապարտեզներ կառուցած կլինենք, ջրագծեր քաշած կլինենք, գազամատակարարման համակարգեր անցկացրած կլինենք և բացման առիթներով մենք կգնանք։ Եվ սա, ժողովուրդ ջան, այլևս ֆանտաստիկայի ժանրից չի, որովհետև այսօր Հայաստանում ճանապարհներ են կառուցվում, որոնք տասնամյակներով չեն նորոգվում, հիմնանորոգվում։ 30 տարի։ Այսօր հանրապետություն, այս պահի դրությամբ, հանրապետության 40 բնակավայրում, որ երբեք իր գոյության ընթացքում մանկապարտեզ չի եղել, այդ 40 բնակավայրերում 0-ից մանկապարտեզներ են կառուցվում։ Եվս 40 բնակավայրում, որ 90-ականների սկզբից մանկապարտեզները չեն աշխատել, հիմա մանկապարտեզները վերանորոգվում և վերականգնվում են։ Եվս 40 մանկապարտեզ, 340-ի սկզբունքն է, որ ապօրինի ձևով սեփականաշնորհը, լսեք ժողովուրդ, մարդ պետք է, ինչ պետք է լինի, էլի հասկանում, որ մանկապարտեզը սեփականաշնորհի, հասկանում եք, այդ ինչ մտածողության ինչ ձև է, ասենք դա, ես չգիտեմ, մանկապարտեզը, այն իշխանությունը, որը կարա
սեփականաշնորհի մանկապարտեզը եւ այն մարդը ով կարա դա վերցնի ի սեփականություն եւ ասենք այնտեղ տուն սարքի, չգիտեմ, սեփական ինչ որ բան սարքի։ Այսօր այդպիսի 40 մանկապարտեզ կա, որ իրավական ընթացակարգերով վերադարձվում է պետությանը։ Այսօր հանրապետությունում հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիներ, որ սեփականաշնորհած են եղել, վերադարձվում են պետությանը։ Բայց վերադառնալով մանկապարտեզներին, ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծեմ, որ 500 մանկապարտեզի ծրագիրը շատ կարևոր է երեխաների կրթության համար, որ երեխաները կրթություն ստանան, բայց 500 մանկապարտեզների ծրագիրը մենք շատ կարևորում ենք երիտասարդ մայրիկների համար, որ նրանք երեխաներ հնարավորություն ունենան իրանց կրթությունը բարելավել, իրանց կարիերան կազմակերպել եւ իրանց հմտություններով, իրենց ընտանիքի բարեկեցության համար ավելի մեծ ներդրում անել։ Հաջորդ փուլում մենք մտածում ենք մանկապարտեզների շեմը նվազեցնել, այսինքն ունենալ մսուրային ավելի ընդլայնված հնարավորություններ։ Այդ փորձագետները մեզ կասեն, եթե հնարավոր լինի երեխաներին ընդհուպ 6 ամսականից ընդունել մսուր մանկապարտեզներ, մենք ուզում ենք նաև այդ հնարավորությունը բացել, որ մայրիկները երիտասարդ հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի, հնարավորինս արագ իրենց կրթությամբ զբաղվելու հնարավորություն ունենան։ Չնայած ասեմ նաև, որ մեր սոցիալական ծրագրերում նաև երիտասարդ մայրիկների համար մենք շատ կարևոր ծրագրեր ենք արել։ Նախկինում մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիրը գործում էր միայն աշխատող մայրերի համար։ Մենք առաջին քայլով ընդլայնեցինք բոլոր մայրիկների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագիրը գործում է, իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրիկների համար կրկնապատիկ կա, թիվը 61,000 դրամ։ Ընդ որում նախկինում այն սովորական ընդլայնված, այսինքն սովորական աշխատողներին 29, 20, նույնիսկ 20 քանի հազար դրամ էր, մենք դարձրել ենք 31,000, այսինքն բոլորը, հանրապետության բոլոր մայրերը, անկախ նրանից աշխատում են, թե չեն աշխատում, երեխայի ծնվելու դեպքում ստանում են մինչև 2 տարեկան երեխայի խնամք։ Իսկ գյուղական վայրերում աշխատողները կրկնակի են ստանում 62,000, այսինքն կրկնակի չափով։ Եվ սա այդ մեր քաղաքականությունների մի կարևոր մասն է։ Հաջորդը մենք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 ամիսը աջակցություն ենք ցույց տալիս երեխային մինչև նրա 6 տարեկան դառնալը։ Կան հրապարակում ընտանիքներ, որ երրորդ երեխայի նպաստ ստանում են, 1, 2, 3, 4, քիչ չաժոր ջան, պետք է ավելի շատ երրորդ երեխա ունենան, որ նպաստն ավելի շատ լինի, չեկան, 4, չեկան, որ 4-ն է, որովհետև 4-ի դեպքում է, երրորդ, ընդ որում եթե զույգ է ծնվում, երրորդը զույգ է, երկուսն էլ համարում են երրորդ, եւ 4-ին էլ 5-րդ, սա կարծում եմ, որ շոշափելի օգնություն է։ Ես անցած ամիս ապրիլին էր, Սիսանում պատահական մի դուր ծեծեցի, երիտասարդ կին բացեց դուրը, գրկի երեխա կար, եւ պարզվեց, որ այդ ընտանիքը եւ ստանում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը եւ ստանում է երրորդ երեխայի աջակցությունը, որը շոշափելի օգնություն է մեր քաղաքացիներին։ Շատ կարևոր է, որ մենք 2018 թվականից ժողովուրդ, որ ես վարչապետ եմ դարձել Հայաստանում, նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այդ 16,000 դրամը բավարար չէր, որ թոշակառուն մի ամիս ուղղակի հաց ու պանիր առնի, պրոստը բավարար չէր։ Մենք հաջորդիվ նվազագույն թոշակը դարձնենք 32,000 դրամ, բայց նույնիսկ կրկնապատկվածը բավարար չէր ապահովում նվազագույն
Պարենային զամբյուղ, այսինքն որ մի թոշակառուն, մի թոշակ սոված չմնա ամսվա ընթացքում։ Եվ մենք միայն 2022 թվին էր, որ 36,000 դրամ դարձնելով մենք նվազագույն թոշակը հավասարեցրինք նվազագույն պարենային զամբյուղին։ Այսինքն 2022 թիվն էր առաջին տարին, որ մենք վստահ կարող ենք ասել, որ հարաբերությունում սոված թոշակառու չկա, այն առումով, որ մի թոշակառուի կերակրելու համար, որտեղ ընտանիքներ կան, կարող է բազմանդամ այլ խնդիր առաջան։ Բայց հիմա Հայաստանում միջին կենսաթոշակն է ավելի բարձր, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Նվազագույն պարենային զամբյուղը, այսինքն մի թոշակառուին հերիքում է սննդի համար եւ պայմանական այդ տարվա ընթացքում կարա մի հատ էլ մի զույգ կոշիկ առնի, մի հատ է թեյի բաժակ առնի, մի հատ է սուրճի բաժակ առնի եւ այդպես շարունակ։ Սա էլի եմ ասում, մեր երազանքի գագաթնակետը չի, բայց մենք պետք է հիշենք, թե ինչից ենք սկսել։ Նվազագույն թոշակը մենք եռապատկել ենք, սա դեռ չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վերադարձը, որից այսօր 531,000 թոշակառու օգտվում է, 531,000 եւ սա սոցիալական շատ կարևոր փոփոխություն է, բայց հիմա մենք ասում ենք նաեւ, որ մենք հետևելու ենք, որովհետեւ գնաճ ալնելու, եթե գնաճը բերի նրան, որ թոշակի գնողունակությունը նվազի նվազագույն սպառողական զամբյուղից, մենք կինդեքսավորենք, որ առնվազն համոզվենք, որ թոշակառուների թոշակը այս գծից ներքև չի իջնի եւ սա շատ կարեւոր է։ Ես կարեւոր եմ համարում նաեւ, ինչպես ասացի, 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը, որը մենք իրականացնում ենք։ Սա նրա համար է, որ մեր երեխաները լավ ապրելու շանս ունենան, որովհետեւ 21-րդ դարում լավ ապրելը կապված է լավ կրթության հետ եւ մենք ամեն ինչ անում ենք, որ ամենահեռավոր գյուղերի համար կրթության որակը եւ հասանելիությունը լինի նույնպիսին, ինչպես Երևան քաղաքի կենտրոնում է։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, այսօր մենք կառուցում ենք Հանրապետությունում դպրոցներ, որոնց որակի դպրոցներ նույնիսկ խորհրդային միության ժամանակներում երբեք մեր երկրի պատմության մեջ չեն եղել եւ մենք շարունակելու ենք այս գործը, եթե դուք մեզ վստահեք եւս մի ժամկետ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք էլի բաներ ունենք ձեզ ասելու, էլի բաներ ունենք ձեզ պատմելու, մասնավորապես 5000 կիլոմետր ճանապարհ ենք մենք կառուցել, դուք ասեք, ամասյա խոշորացված համայնքում կան ճանապարհներ, որոնք տասնամյակներով չեն նորոգված եղել, բայց այսօր նորոգված են, կան այդպիսի ճանապարհներ, այո կան։ Գլխավոր ճանապարհ։ Եվ մենք էտել կշարունակենք։ Բայց շատ կարևոր է նաև, որ մենք արձանագրենք, թե ինչով ենք մենք դա արել, ինչպես ենք մենք դա արել։ Մենք ոչ մի վայրկյան չենք մոռացել եւ չենք մոռանում։ Դեռևս 2018 թվականին ձեզ տված խոստումը, որ թալանվածը մենք վերադարձնելու ենք, թալանը կասեցնելու ենք եւ թալանվածը վերադարձնելու ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար է մտել պետական բյուջե։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետական բաժնեմասն ենք ապահովել, որը 300 միլիարդով ավելի շատ գումար է վճարել պետական բյուջե 2018-ից 2025 թվականը նախորդ 8 տարիների համեմատ։ Մենք այդ գումարներով ենք ձեր թոշակները բարձրացրել։ Մենք առողջության ապահովագրության մասին ասեցի, թե չասեցի, հա։ Այդ գումարներով ենք առողջության ապահովագրությունը ներդրել, որպեսզի մեր մինչև 18 տարեկան մեր երեխեքի առողջության նվազագույն կարիքները այսօր պետությունը հոգում է, այդ թվում թալանվածը հետ բերած փողերով։
65 պլյուս տարիքի թոշակառուների նվազագույն առողջապահական կարիքները հոգումա, այդ թվում թալանվածը հետ բերելով։ Նաև 200,000 դրամ պլյուս աշխատավարձ ստացողներին մենք ապահովում ենք եւ ամիսը 11,000 նրանք վճարում են անում, բայց համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք հնարավորություն ենք ստեղծել, որ վճարած 11,000 դրամից 6,000-ը հետ ստանան եւ սա սոցիալական ոլորտի մի իսկական հեղափոխություն է, աննախադեպ, որը նախկինում չի եղել։ Խորհուրդ մեր ժողովուրդը խորհրդային միության հետ կապված նոստալգիաներ ուներ, այդ թվում ասում էր, դե առողջությունը անվճար էր, բայց ավակ սերնդի մեր ներկայացուցիչները կվկայեն, անունով անվճար էր, բայց 1000 ձևի մաղարի չենք տալիս, ճիշտ է։ Հիմա կա մարդ, որ օգտվել է առողջության ապահովագրության համակարգից, ով է օգտվել, չէ, ձեր բարձացրեք, իսկ ով է մաղարիչ տվել, ոչ մեկ, այն օրը բանում որտեղ էր, մարզեց մեկում մի կինա, ասում այդքան, ասում ուզեցա մի բան տամ, տենց էլ չվերցնին, ասում եմ մայրիկ ջան, այսա 1, 2, 3, 4 անգամ կստիպեք կվերցնեք, հետո պտտվելու եք ինձ եք ասելու, էլի կաշառակերությունը մծրիկ է առողջապահական համակարգ, ինչի եք անում, մենք իմիջայլոց այն սկզբնական շրջանի մտավախությունները, որ բժիշկների աշխատավարձերը նվազում են եւ այլն, այսօր մարզպետն է ասում, Շիրակի մարզպետն է ասում, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում մեր պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը ավելացել են։ Եվ սա շատ կարևոր եւ չափազանց մեծ նորություն է։ Մենք ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ ենք ներդրել, որով ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն ենք ստեղծել։ Հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչները նորից ատեստավորվելու հնարավորություն են ունենալու։ Եվ եթե նախկինում դրույքը ատեստավորման արդյունքում 100,000-ից դարձավ 200,000 դրամ, պլյուս ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում դառնալու է 300,000 դրամ, պլյուս ատեստավորման տոկոսը։ Մենք պարտավորվել ենք, որ ուսուցիչների սոցիալական ապահովության մասին օրենք ընդունենք, որտեղ նաև ուսուցիչների բնակ ապահովության հատուկ ծրագրեր մենք կունենանք, որտեղ ուսուցիչներին կաջակցենք, որպեսզի նրանք բնակարան ստանան։ Իմիջայլոց ուզում եմ ասեմ, որ 2018 թվականից մենք ամենատարբեր ծրագրերով Հայաստանի քաղաքացիներին $1 միլիարդ աջակցություն ենք տվել բնակարաններ ձեռք բերելու նպատակով, տարբեր ծրագրերով, ներառյալ սահմանամերձ համայնքների 16 միլիոնների ծրագիրը, ներառյալ մենք ծրագիր ունենք երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման հարցում աջակցության ծրագիրը, հիպոթեկա մարելու աջակցության ծրագիրը եւ այդպես շարունակ։ Մենք պաշտպան հայրենիա ծրագիր ենք ներդրել, որտեղ 18 տարեկան զորակոչիկը գնում է բանակ, 6 ամիս ծառայում վերապատրաստվում է, պայմանագրային զինծառայող է դառնում, մարտական հերթապահությունից դուրս քնում է իրանց տանը, այսինքն գնում աշխատանքի, բանակ, գալիս է տուն եւ կախված իր ատեստավորման տոկոսից ամիսը 300,000, 400,000, 500,000 դրամ աշխատավարձ է ստանում, վարձատրություն։ Եվ եթե նախկինում զինվորի ծնողը պետք է մտածեր իր զինվորին բանակում ոնց պահի, այսօր բանակում ծառայող զինվորը պահում է իր ծնողների ընտանիքը եւ պլյուս 5-ամյա ծառայությունը ավարտելուց հետո ինքը եւս 5 միլիոն դրամ պարգևավճար ստանալու, 5 միլիոն դրամ միանվագ։ Սրանք դարակազմիկ փոփոխություններ են։ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտը, ով սպայական, այսինքն բարեհաջող քննությունները կտա կավարտի եւ սպայական կոչում կստանա եւ կնշանակվի, նույն տարվա մեջ պետությունից ստանալու է բնակարան։ Այսօր ռազմական ուսումնարանի կուրսանտը 170,000 դրամ թոշակ ստանում, կրթաթոշակ ստանում։ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը
ավագ դպրոցա դա 45000 դրամ ամսական գրթաթոշակ ստանում մեր բուհերի եւ քոլեջների շուրջ 2000 ուսանողներ հատուկ գերակա ֆակուլտետներում ամսական 50000-ից մինչև 70000 դրամ գրթաթոշակ են ստանում այս ամեն ինչը ինչի մասին է ժողովուրդ ջան այս ամեն ինչ նրա մասին է սա կապված է իրական Հայաստանի գաղափարախոսության հետ որի առանցքային իմաստը հետևյալն է որ մարդիկ չպետք է այսօր տառապեն որ հետո հետագայում մի օր լավ լինի լավ պետք է լինի այսօր լավ պետք է լինի այսօր եւ մեր քաղաքական նպատակն է որ լավ լինի այսօր ամեն օր ավելի լավ լինի քան այսօր եւ մենք գնում ենք այդ ճանապարհին մեր տնտեսությունը դինամիկ կերպով աճում է եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաեւ ձեզ այսօր մեր պետական բյուջեի եկամուտները առաջին երամսյակի եկամուտները մենք վստահ ենք որ առնվազն 15-20 միլիարդ դրամով կգերակատարենք դա նշանակում է մենք ավելի շատ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենանք եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր թեկուզ մի տուփ աղ երբ որ խանութից գնում են անպայման չեմ մոռանում հսկիչ դրամարկղային կտրոն վերցնել որովհետև այդ 100 դրամանոց կամ 200 դրամանոց կամ ցանկացած ապրանքի 20%-ը հարկը մեջն է ժողովուրդ հարկը գնի մեջ է որ ուզենաք էլ դուք չեք կարող հարկը առանձնացնեք բայց երբ որ դուք ՀԴՄ եք վերցնում դուք դրանով շանսը փոքրացնում եք որ այդ հարկը չհասնի պետական բյուջե իսկ պետական բյուջեից մտնում է ձեր գրպանը ոնց թոշակի տեսքով առողջության ապահովագրության տեսքով ձեր ճանապարհի տեսքով ձեր մանկապարտեզի տեսքով ձեր երեխայի առողջության ապահովագրության տեսքով եթե իմ խաթր ՀԴՄ չեք վերցնում գոնե ձեր երեխաների համար այդ ՀԴՄ-ները անպայման վերցրեք բայց այս ամեն ինչ եմ ասում մենք անում ենք այդ թվում թալանվածը վերադարձնելով մենք 2018-ից մինչև այսօր 6.6 միլիարդ բյուջե ենք մտցրել ընդհանուր առմամբ 8 միլիարդ դոլարի մոտավորապես թալանված գույք ենք հետ բերել եւ այս հաշվարկի մեջ չի մտնում օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցերը որը կոպեկներով սեփականաշնորհվել է բայց այսօր պետական է եւ լինելու է պետական սեփականություն եւ մենք այսօր ենք տեսնում որ կալուգացի օլիգարխի կոնտրոլի տակ լինելու ժամանակ մանկապարտեզներին հոսանքի ավել փող են գրել դպրոցներին ավել հոսանքի փող են գրել զորամասերին հոսանքի ավել փող են գրել համայնքներին հոսանքի ավել փող են գրել որ դնեն իրանց գրպանը եւ այդ մարդիկ դեռ հավակնում են որ Հայաստանում խորհրդանական կուսակցություն լինեն ժողովուրդ ես կարծում եմ որ հասունացել է այն ժամանակը երբ որ մենք պատերազմի երրագլուխ կամ լրտեսական երրագլուխ կուսակցությունը կամ երրագլուխ մաֆիան ի վերջո արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ես խնդիրը ձևակերպում եմ ժողովուրդ սենց դրանք այդ իրեք կուսակցությունը նույնիսկ մի պատգամավոր պետքա չունենան խորհրդանում դրանք չպետքա հատեն խորհրդան անցնելու համար անհրաժեշտ բանը լսեք դա աբսուրդ է երեք Բարգավաճ Հայաստան կոչվող կուսակցության առաջնորդը իրաց կուսակցության երկրորդ համարը ձերբակալվել եւ կալանավորվել է լրտեսության մեղադրանքով ընդ որում ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասել Ուչասկովի մակարդակի գործը ազգային ժողովի գաղտնի նիստի արձանագրությունը եւ բովանդակությունը թարգմանել է եւ փոխանցել է օտարերկրյա ծառայությունը սա կոչվում է հայրենիքի դավաճանություն ու ԲՀԿ-ի ղեկավարը երթա անում ի պաշտպանություն Սենց բան Հայաստանում չի եղել, երբ ի պաշտպանություն լրտեսության, երբ ի պաշտպանություն հայրենիքի դավաճանության, սենց բան չի եղել, դա մենակ գագոն տարարան է տեսնում, սա աբսուրդ է հասկանում եք, ի պաշտպանության լրտեսության երբ,
մի հատ էլ կանգնել է 1000 ներողություն ես չեմ ուզում բանանեմ մի հատ էլ կանգնել է ասма կարակ հպարտանակ բանով այդ մարդով որը բան արել լրտեսություն արել ասма կարակ հպարտանակ այդ մարդով կարակ համեք իրանով կարանք հպարտանանք մեկ է քո զավակով կարանք հպարտանանք որը բանա Աբովյանում կրակելու համար այդ մարդիկ հայրենիքի ասում եմ դրանք սահմանին մի կրակոց չեն արձակել հայրենիքի պաշտպանության համար դրանք կրակոց արձակել են միայն իրենց մաֆիան պաշտպանելու համար դրանք սահմանին միած չեն կրակել բայց Աբովյանում տասնյակ անգամներ են կրակել Առնջում տասնյակ անգամներ են կրակել Երևանում տասնյակ անգամներ են կրակել եւ հիմա այդ երրագլուխ նախկին կոալիցիան որը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են ուժեղ Հայաստանը նույն հանրապետական Սերժ Սարգսյանի ռեբրենդինգն է որովհետեւ կալուգացու ախպեր եղել է ՀԿ-ի խմբակցության ղեկավար Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հայաստան դաշինքը դաշնակներ եւ Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ-ն 2000-ից 2098-ից 2018 թիվը դրանք տարբեր կոմբինացիաներով կոալիցիաներ են եղել եւ հիմա դրանք ուզում են վերադառնան իշխանության Հայաստանի ժողովուրդը դա թույլ տալու է ես եմ վստահ որ Հայաստանի ժողովուրդը դա թույլ չի տալու որովհետեւ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականին հասել է մի հատ էլ կալուգացինի ասում եմ մենք իշխանությունը վերցնելու ենք այն մեկը պաշտպանության լրտեսության երթ անում այն մեկն էլ ասում եմ մենք իշխանությունը վերցնելու ումից է վերցնելու իշխանությունը ումից է վերցնելու Նիկոլի հարցը չի ժողովրդի հարցն է իշխանությունը դուք Իշխանություն լսել եք ես ասեմ երբևէ իշխանությունը ես վերցնելու եմ կամ իշխանությունը իմն է լսել եք իշխանությունը ժողովրդինն է եւ ով որ փորձի ժողովրդից իշխանություն գործի ժողովուրդը նրա թաթիկները կջարդի Ժողովուրդ ջան այս ամեն ինչը շատ կարևոր է բայց ամենակարևորը չի ամենակարևորը այն է որ Հայաստանում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով որովհետեւ խաղաղությունն է որ բացում է մեր ճանապարհը դեպի կյանք խաղաղությունն է որ բացում է մեր ճանապարհը դեպի բարեկեցություն արդեն 2 տարի մենք ոչ զոհ ունենք ոչ վիրավոր սահմանին Եվ սա բոլորի շնորհավորելու մեծ առիթ է 2025 թվականը առաջին օրացուցային տարին է երբ որ մենք սահմանի այսինքն հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք ոչ մի զոհ եւ վիրավոր չենք ունեցել նախորդող բոլոր տարիներին անկախությունից ի վեր մենք սահմանին զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել ամեն տարի առանց բացառության Բայց 2025 թվականը նաև առաջին տարին է, որ արտագաղթը Հայաստանից դադարել է եւ ներգաղթ է սկսել Հայաստանի քաղաքացիների։ Եվ պատերազմի երրագլուխ կուսակցությունը սա չի նկատում, միլիոններ են ծախսում, որ հայ ժողովրդին համոզեն, որ Նիկոլը 300,000 ադրբեջանցի է պատրաստվում բերի Հայաստան։ Եթե Նիկոլը բերում է հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին եւ արտագաղթը դադարել է։ Իսկ նրանք ամեն ինչ անում են մեզ հետ կոնֆլիկտի եւ պատերազմի հորձանուտ մտցնելու մասին։ Եկել են ծովից ծով Հայաստանի մասին են խոսում։ Ժողովուրդ ծովից ծով Հայաստանը ո՞նց է հնարավոր, եթե նույնիսկ հնարավոր է։ Բայց եթե դա կարա հնարավոր լինի միայն պատերազմի միջոցով, բայց եթե մենք ասում ենք, որ մենք գնալու ենք եւ գրավելու ենք մեր միջազգայինորեն
ճանաչված սահմաններից դուրս հողեր, դրանով ճամփային բացում, որ ուրիշներն էլ նույն կերպ վարվեն։ Ինձ ասում են դու սահմանների Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները ասում են ճանաչելով մեզ սահմանափակել ես, որ մենք ընդլայնվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք։ Ճիշտ են ասում, ճիշտ են ասում, բայց ինչքան մեզ եմ բան անել, սահմանափակել, որ ընդլայնվենք դեպի արևմուտք, այնքան էլ ուրիշներին եմ սահմանափակել, որ մեր տարածքում ընդլայնվեն արևմուտքից եւ արևելքից։ Բայց մենք ոնց ենք, իրանք սովոր են, որ Հայաստանի միջին վիճակագրական տրամաբանությունը եղել է հետևյալը, որ մենք դուրս գանք, ես միշտ այդ օրինակն եմ բերում, պատկերացրեք մի տանը ապրում եք, արևմտյան բալկոնից դուրս եք գալիս, այն մի հարևանն եք ասում, ասում եք տես հեսա գլուխը ջարդելու է, հետո արևելյան պատոհանից ենք դուրս գալիս, ասում ենք հեսա գլուխը ջարդելու է, հետո իրան գալիս են քո վրա, հետո վազում ես, ասենք վերևի հարկի հարևանի տանը պահկվում, սա ինչ ապրելու ձև է ժողովուրդ, սա ինչ ապրելու, վերևի հարկի հարևաններ, 1, 2, 3, այդ կոնֆլիկտի մեջ քեզ օգտագործում է ընդդեմ այն երկու հարևանների եւ երբ որ օգտագործել պրծել է դու սա շպրտում ասում է գնա դու քո բախտի ոնց ուզում ես նենց է յոլա գնա եւ մենք ի վերջո հաղթահարել ենք եւ վերջնականորեն պիտի հաղթահարենք մեր պատմական այն խասյաթը երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, եւ հետո դեն շպրտեն։ Այսօր եռագլուխ կուսակցությունը ինձ մեղադրում է թուրքամետ եւ ադրբեջանամետ լինելու մեջ։ Ինչի՞, որովհետեւ ես որոշել եմ ուղիղ խոսեմ եւ պայմանավորվեմ երկարաժամկետ խաղաղության մասին եւ ես պայմանավորվել եմ երկարաժամկետ խաղաղության մասին եւ ես ձեզ կոչ եմ անում ընդ որում նախկինում եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում երբ որ մեզ պետք էր մի հատ խաբար ուղարկել մենք չէինք խոսում իրար հետ մենք այդ խաբար ուղարկում ենք երրորդ երկրի միջոցով եւ պատասխան ստանում ենք երրորդ երկրի միջոցով մի x-պայց ես հասկացա որ ոչ մեր խաբարներն է ճիշտ գնում տեղ հասնում ոչ պատասխաններն է ճիշտ գալիս տեղ հասնում ընդ որում միշտ չի որ դա արվում է հատուկ եւ չարամիտ որովհետեւ մենթալիտետային նրբություններ կա տարածաշրջանը գիտի բայց տարածաշրջանից դուրս մարդիկ չգիտեն եւ ելի եմ ասում անկախությունը ի վերջո սեփական տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելն է եւ մենք այսօր դրա արդյունքները տեսնում ենք այսօրվանից ախալքալակարս երկաթուղին բացվել է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծելու համար եւ մենք այսօր արդեն դեպի արևմուտք եւ դեպի արևելք գործող երկաթուղային կապ ունենք Առաջիկայում մեզ սպասվում է ավելի մեծ նախագիծ, թրիպ նախագիծը, որը բացելու է մեր սահմանները եւ մենք ի վերջո այսօր արդեն մենք շրջափակումը հաղթահարած վիճակում ենք։ Մենք այլևս այդ շրջափակման մեջ չենք ժողովուրդ եւ սա պատմական իրադարձություն է, բայց թրիպ նախագիծը իրագործվելու ընթացքում եւ արդյունքում Հայաստանը բառից բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ սրանից բխող բոլոր արդյունքներով եւ հետեւաբար ժողովուրդ ջան այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետեւյալն է մեր ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը թե տեր չի կանգնելու որովհետև խաղաղությունը ամենակարևոր բանն է, որ մենք այսօր ունենք։ Մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, ով այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունը եւ այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մեկ այլ ընդհանրություն էլ ունի։ Եթե իրան չպահես,
եթե իր նկատմամբ խնամք ու հոգ չտանես, չի ապրի ինքը։ Պատերազմի երագլուխ կուսակցությունը էլի ասում է, չէ եկեք մեկ 9 ամսա այդ բանկիկին մենք հանձնենք որփանոց, հանձնենք ուրիշների խնամքին, որովհետև մենք չենք կարող տեր կանգնել։ Բայց այդ մանկիկին հանձնել ուրիշների խնամքին նշանակում է էլի մեր ճակատագրի ղեկը տալ ուրիշներին։ Մենք հազիվ մեր ճակատագրի ղեկը ժողովուրդ ջան, մեր ձեռքն ենք վերցրել, հազիվ։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է արձանագրել թե ինչ ենք քվեարկում 16-ին որովհետեւ սա պաշտոնի կռիվ չի ժողովուրդ սա թորի կռիվ չի սա պայքար է անում պետության հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Եվ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ամասային, Շիրակին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակների և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ ավելի կարևոր մի հանգամանք այսօր շատերն են հարցնում իրար թե ինչա լինելու ընտրությունների արդյունքները ով քանի տոկոս է հավաքելու ով է հաղթելու ով է լինելու վարչապետ ով է լինելու ինչա լինելու Հայաստանի հետագա ընթացքը խաղաղության ճակատագիրը մարդիկ կան նույնիսկ արհեստական բանականությանն են այս հարցը տալիս բայց ես հորդորում եմ, որ այս հարցը ձեզնից յուրաքանչյուրը տա միայն ու միայն ինքը իրեն, միայն ու միայն ինքը իրեն, որովհետև ընտրությունների արդյունքներն են, Հայաստանի ապագան են, խաղաղության ճակատագիրն են, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես. Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ուր այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, ուր այդ մեկ մարդը, եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Ամասային Շիրակին Երևանին Հայաստանին Փառք նահատակների և կեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ Երկու տարածություն Ժողովրդան վաղը մեր դիչավակնա Գյումրի Վարդանանց հրապարակում եւ շատ կարեւոր է որ Գյումրի Վարդանանց հրապարակը լինի լեցուն ձեզնով լցրեք Գյումրի Վարդանանց հրապարակը մեծ սիրով սպասում եմ բոլորիդ եւ հրավիրում եմ այնտեղ կլինեն ելույթներ ես էլ ելույթ կունենամ բայց նաեւ վարչապետի հետ կնվագեմ ձեզ համար ով եկեք Եվ նաև դրոն շոու կլինի և հույս ունեմ բոլորիդ այնտեղ տեսնել